Բարի երեկո սիրելի փոքրիկներ։ Գիտեք, ամեն անգամ երբ ես գալիս եմ, որ ձեզ հեքիաթ պատմեմ, երկու պապիկ անընդհատ իրար հետ վիճում են։ Այդ երկու պապիկը, մեկը բարի հեքիաթների պապիկն է, մյուսը չար հեքիաթների պապիկը։ Եվ նրանք անընդհատ վիճում են, թե ում հեքիաթը այսօր պետք է լսեն փոքրիկները։ Դե իհարկե, ես մեծ հաճույքով ասում եմ այն չար հեքիաթների պապիկին, որ ոչ մի հույս չունենա, իր հույսը կտրի ու հեռանա։ Իսկ այսօր ձեզ կպատմեմ մի շատ լավ հեքիաթ, որ կոչվում է Տնակը։ Դե լսեք։ Կար չկար բացատում մի փոքրիկ տնակ կար։ Ոչ շատ մեծ էր, ոչ էլ շատ փոքր։ Մի օր ճահճից դուրս է գալիս գորդը, տեսնում է տնակը դուռը թակում ու ասում է. Ով կա այստեղ, ով է ապրում։ Տեսնում է, որ ձայն չկա, ներս է մտնում։ Եվ տեսնում է ներսում կա մի վառարան, կտրատած փայտեր, տեսնում է, որ կա կաթսա, կա շիլա, ու որոշում է հենց այնտեղ էլ ապրել։ Քիչ անց դուռը թակում է մկնիկը։ Ով կա այստեղ, տուկ-տուկ, ով է ապրում։ Ես գորտիկն եմ կռկռան, ասում է գորտը, իսկ ես մկնիկն եմ ճշճստան, կարող եմ ներս գալ։ Դե իհարկե կարող ես, ասում է գորտը ու դուռը բաց անում։ Մկնիկն ու գորտը շատ լավ իրար հետ ապրում էին, շատ համերաշխ, շիլա եփում, տունը մաքրում, վառարանը վառում ու տաքուկ ապրում։ Մի օր այդ տնակը նկատում է ոզնին փշոտ, դուռը թակում է ու հարցնում. Ով կա այստեղ, ով է ապրում։ Ես գորտիկն եմ կռկռան, իսկ ես մկնիկը ճշճստան։ Կարող եմ ես էլ ձեզ հետ ապրել, հարցնում է ոզնին։ Դե իհարկե կարող ես, սիրելի ոզնի, համեցիր։ Եվ նրանք երեքով այնքան լավ էին ապրում, դարձել էին մտերիմ ընկերներ։ Մի օր էլ աքլորն է տեսնում այդ տնակը, դուռը թակում ու հարցնում, թե ով կա այստեղ։ Աքլորին էլ դուռը բաց են անում ու ներս հրավիրում։ Աքլորն էլ խոստանում է, որ ամեն առավոտ նրանց կարթնացնի։ Ահա այսպես համերաշխ ապրում էին։ Այնքան ժամանակ մինչև չխառնվեց այն չար հեքիաթների կախարդը, պապիկը, եւ ուղարկեց աղվեսին, գայլին ու արջին, որ գնան ու մեր հերոսներին ուտեն։ Գալիս են այս երեքը, հետևում են ու տեսնում են, որ երեք ախորժալի կենդանիներ ապրում են տնակում։ Եվ մի օր էլ այդ կենդանիները որոշում են գնալ ու բռնել կենդանիներին, մեր հեքիաթի հերոսներին։ Դուռը թակում են կարծելով, թե նրանք միամիտ են, բայց սիրելի փոքրիկներ, հանգիստ եղեք։ Մեր հեքիաթի հերոսները, ոզնին, աքլորը, մկնիկն ու գորտիկը բոլորովին էլ միամիտ չէին եւ շատ լավ գիտեին, թե ինչպես նրանց դուրս վռնդեին ու պաշտպանվեին։ Ոզնին պաշտպանվում էր իր փշերով, աքլորը իր սուր ճանկերով, մկնիկը վերցրել էր մի փայտ, իսկ գորտիկն էլ մի բահ, ու նրանք այնպես են մի լավ դնգստում այն երեքին, որ նրանք գլուխները առնում ու փախչում են։ Ահա այսպիսի լավ ընկերներ էին, որոնք համերաշխ ապրում էին բացատում գտնվող տնակում։ Իսկ թե ինչ է պատահում նրանց, հետո կիմանաք, սիրելի բարիկներ։ Ահա եւ իմ փոքրիկները լսեցին Տնակը հեքիաթը։ Ես կարծում եմ, եթե ուշադիր լինեք եւ հետևեք մեր մյուս հաղորդումներին, ապա կիմանաք նրանց շարունակությունը։ Իսկ հիմա ժամանակն է, որ պատրաստվեք քնելուն։ Դե շտապեք, մտեք ձեր մայրիկների տաքուկ պատրաստած անկողինները, փակեք ձեր աչքները ու սպասեք երազներին։ Իսկ ես ձեզ մաղթում եմ քաղցր երազներ, անուշքուն ու բարի գիշեր։